Վերջին զանգ հեռուստասերիալում լարվածությունը հասնում է կիզակետին։ Ավագը, չդիմանալով սեղանի շուրջ առաջացած լարվածությանը, բարձրաձայնում է մի ճշմարտություն, որին որևէ մեկը պատրաստ չէր։ Նա հայտարարում է, որ Անգելինան Միքոյի դուստրն է, ապօրինի ծնված զավակը։ Հյուրասենյակում լռություն է տիրում։ Հենդոն և Միքոն քարանում են տեղում։ Միքոն չի գտնում համարժեք խոսքեր ավագի ասածը հերքելու համար։ Նրա լռությունը կարծես հաստատում է ամեն ինչ։ Այդ պահին բոլորը, ներառյալ Աննան, Ֆայնան և նույնիսկ Անգելինան, կորցնում են իրենց։ Հենրին, որը մինչ այդ պահը պատրաստ էր պայքարել բոլորի դեմ հանուն իր սիրո, սարսափում է լսածից։ Նա հասկանում է, որ եթե Անգելինան իր հոր դուստրն է, ապա ուրեմն նաև իր քույրն է։ Անգելինան էլ չի դիմանում, արտասվում է, իսկ սիրտը փշրվում է լսածից։ Սիրահարները մի հայացք են փոխանակում լի ցավով, հիասթափությամբ ու կորստի զգացողությամբ։ Այդ պահից նրանց միջև առաջանում է անջրպետ, որը դժվար թե հնարավոր լինի երբևէ հաղթահարել։ Հենրիի և Անգելինայի պատմությունը կտրուկ շրջադարձ է ապրում։ Չնայած նրանց միջև անպարտելի սեր կա, այդուհանդերձ քույր և եղբայր լինելու փաստը կոտրում է ամեն բան։ Անգելինան ամբողջությամբ փակվում է իր մեջ։ Իսկ Բագրատը նոր պլան է մշակում շախունցների ընտանիքը ներսից քանդելու համար։ Նրա ամենահզոր զենքը դառնում է Սեմը։ Բագրատը շատ խելացիորեն օգտագործում է իր հարազատ թոռանը Արամին, մտերիմ հարաբերություններ հաստատելով Սեմի հետ։ Արամի միջոցով նա Սեմին ներգրավում է իր խաղի մեջ, Սեմին օգնելով վրեժ լուծել Հենդոյից։ Սեմն էլ իր պարզամտության պատճառով չի հասկանում, որ պարզապես դառնում է Բագրատի գործիքը։ Նա վստահ է, որ այս անգամ ի վերջո կպատժի Հենդոյին իր կյանքի դժբախտության համար։ Եվ կրկին վերադառնանք Հենրիին ու Անգելինային։ Նրանց պատմությունը, որին մի ժամանակ բոլորը նախանձում էին, հիմա վերածվում է ողբերգության։ Նրանք հեռանում են իրարից ջախջախված, առանց բառերի, առանց բացատրությունների։ Այս ծանր փուլում Միքոն ու Հենդոն շարունակում են սխալներ գործել։ Փոխանակ ընդունելու անցյալի մեղքերը նրանք ավելի են խճճվում իրենց ստերի մեջ, զոհաբերելով իրենց երեխաների երջանկությունը։ Մինչդեռ Բագրատը քայլ առ քայլ իր ձեռքն է վերցնում իր հակառակորդների ճակատագիրը։ Եվ այս բուռն զարգացումների ֆոնին առաջ է գալիս գլխավոր հարցը. կկարողանան արդյոք Հենրին և Անգելինան հաղթահարել ճակատագրի այս հարվածը։ Արդյոք նրանց կհաջողվի իմանալ ճշմարտությունը, թե քույր և եղբայր լինելու մասին կեղծ տեղեկությունը վերջնական կբաժանի նրանց։ Գրեք մեկնաբանություն։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան և Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում ոց չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու մենք ծիծաղում ենք։ Սուգաշ թորիների 10%, Սա գնացին։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայթարով։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարապետան ներքև։ Էջը թողնում եմ ներքև։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ, չէ՞ տա։ Դրանով գնալու ենք մեր ստուդիա։ Ուրա, դու նկարում իրապես։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու ի վերջի զանգ հեռուստասերիալի Սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ։ Ասեմ ձեզ, չէ, հետ չեմ, նման չենք իրար։ Կամ լավ,
ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար։ Օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց քրեմների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացաք։ Իսկ Սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակ է, ավելի կշռադատված է հարցերին նայում։ Այդ առումով նույնիսկ Սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես իմ քիչ տեսնեմ։ Իսկ ինչով մենք նման օրինակ բազմության այդ առումով նամակության բազմության ես եմ մի քիչ տենց Սեմին նման։ Այդ ընդհանուր Սեմի կերպարը շատ շատ է, շատ տաղանացու կերպարա։ Ուզեք չուզեք հայրս չանտանացի։ Ասենք ես այստեղ ինչ անգել եմ։ Ես Անգելինա եւ Հենրին նկարում ենք ես Ես գոնե խաղ ժամանակ չեմ սկսում։ Ես գոնե պատվոտկատալուց չեմ ծիծաղացնում։ Ես գոնե շատ բաց է տրամադրության։ Բաց է անգամ տրամադրություն։ Ես գոնե միշտ կապ չունեմ քարեք չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելուց ֆլաշտարկամ չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անեմ կարծում որ տեքստը մեկ անգամ գիտեք, այնի 10 անգամ անցնում եք։ Ինչը պետք է ես ասեմ, ու ինքնելից հակառակն եմ դարձնում։ Ես արանտեն կաչա որ ձեռքից ստանում ան։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չեմ եմ սովորաբար իմիտացիան անում, թե ջողս էլ ինք բրված։ Վերջ։ Թե չէ, թե ունես էլի։ Իսկ ասեի քրոջ ջան, լաքսված եք, ինչի ես նորից առանձմի ենք հա։ Գիտեք հեշտ է, քնելու տեսարան ենք նկարում և այդ պատճառով ես նորոջ մեյքափը մաքրեցի, չհաշված նրան, որ հետո հաջողվելու է տեսարան, որտեղ ես full մեյքափ եմ։ Նենց որ не надо так критиковать, вы знаете? Բարի երեկո, չէ, չեք սխալվում։ Ասում եմ Աշոտը։ Սեմը։ Աշոտը վերջապես որոշեց 7 տարի անց սափրվել ու դառնալ Սեմը։ Հա, իդեպ, դիտում եք վերջին զանգը։ Հələ գրեք տեսնեմ ինչ կարծիք ունեք իմ կերպարի Սեմի մասին։